Բարի օր մեզ միացած բոլոր լսողներին եւ դիտողներին։ Ես հիշեցնում եմ, որ դուք մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ մեզ դիտում եք թվային հարթակներում։ Սա Թարմուղեղով զրույցն է։ Հիշեցնեմ, որ մենք այս հաղորդման ընթացքում եւ քարոզարշավի շրջանակում հրավիրում են քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների քննարկելու իրենց ծրագրերը ներքաղաքական իրավիճակը եւ ապագայի տեսլականը իհարկե եւ այսօր իմ զրուցակիցը Նարեկ Կարապետյանն է, ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Մոնիկա, ես ուզում եմ մեր ունկնդիրներին ասել, որ դուք խոսք եք տվել այսօր նենց հարցեր տակ, որ ես շատ ջղայնանամ։ Այո, փորձեմ ես ամեն դեպքում, պարոն Կարապետյան։ 3 ամսի 28-ին շքերթ տեղի ունեցավ, որը իշխանությունը բավականին այսպես լավ է ներկայացնում։ Իհարկե ժողովուրդն էլ ոգևորված էր, մեծ մասը կարող ենք ասել գոնե։ Դուք այդ շրջանակում լրագրողներին, գործընկերների հետ զրույցում ասել եք, որ ապագա իշխանությունները զենքը ստանալու են նվեր կամ ավելի էժան գներով։ Ես ուզում եմ մի քիչ բացենք փակագծերը, հասկանալու թե դա ոնց է տեղի ունենալու, հետո մեզ առհասարական վճար զենք կամ նվեր տրամադրելու։ Նախ զորահանդեսի համար ես շատ ուրախ եմ, որպես հայ մարդ, Հայաստանի քաղաքացի, վերջապես վերջի 8 տարվա ընթացքում մեր երկրում եղավ զորահանդես։ Թվականակը մասնակցող զորքի շատ են քննադատել, որ քիչ է, դա ներկայացնում է նաև մեր բանակի թվականակի անկման ինչ-որ պատկեր, բայց ուրախացնող փաստ է, որ ամեն դեպքում մեր երկիրը պաշտպանության հետ կապված ինչ-որ պրոցես արեց վերջապես, և ինձ իրապես ուրախացնող է։ Ինչ վերաբերվում է մյուս հարցին, տեսեք, շատ շուտով ավարտվելու է Եվրոպայի ամենամեծ պատերազմը, երկրորդ համաշխարհայինից հետո, որի արդյունքում ռազմական ամբողջ հզորությունները, որպես տնտեսագետ եմ ձեզ ասում, որը ունեն հյուսիսային երկրները, մնալու են առանց պատվեր, սակայն գործարանները արդեն ավելացրել են իրենց արտադրողականությունը։ Շուտով է երբ, պարոն Կարապետյան։ Կարծում եմ 12 ամսվա ընթացքում ավարտը լինելու է։ Որտեղից այդ կանխատեսումը ձեզ։ Ռազմավարական նպատակների լուծումների մոտիկ լինելու պարագան եմ տեսնում, արդեն մոտիկ են այն ռազմավարական նպատակները, որ երկու կողմն էլ արդեն պարիտետ ունեն։ Արևմուտքը տեսնում է, որ արդեն կարողացել է ինչ որ առումով զսպել, Ռուսաստանը տեսնում է, որ կարողացել է իր միջնաժամկետ նպատակներին տարածքային հասնել։ Այդ իսկ պատճառով ես տեսնում եմ, որ արդյունաբերական, ռազմաարդյունաբերական ամբողջ պոտենցիալը մնալու է քիչ պատվերով։ Իսկ դա նշանակում է, որ նա ստիպված է լինելու գների վերանայում անել, որպեսզի արտադրությունը չկանգնի։ Բայց մենք ասում է, պարոն Կարապետյան։ Իսկ դա նշանակում է, որ մենք կունենանք ամենահետաքրքիր գները, անգամ որպես արդյունաբերության մարդ կարող են շատ քիչ, անգամ մինիմալ շահույթով վաճառք անել, միայն թե արդյունաբերական այդ վերցրած իրենց տեմպը չդանդաղի, քանի որ դա կբերի տնտեսական անկման։ Այդ իսկ պատճառով ես հիմնավորել եմ։ Երկրորդ հիմնավորումը նաև ռազմավարական առումով մենք տեսնում ենք, որ տարածքային մեր տարածաշրջանի մի քանի երկիր հասել են ռազմավարական մեծ ճեղքումների։ Օրինակ, Իրանը հասել է ԱԹՍ-ների մեջ զինատեսակների համար բավականին մեծ որակական ճեղքման։ Եվ տեսնում ենք, որ այդ երկրի հետ չեմ ուզենա հանրային ինչ-որ բան ասեմ, քանի որ դա ապագա քայլերի մասին է, բայց տեսնում ենք, որ ամեն դեպքում մեր համագործակցությունները շատ երկրների հետ ավելի խորանալու է և օգտագործելու ենք աշխարհում փոփոխվող ռազմական դրույթները։ Ես ձեզ հետ համաձայն եմ, գուցե որոշ ժամանակ անց, գուցե 1 տարի անց իրավիճակը այնպես փոխվի, որ իսկապես հնարավոր լինի այդ զենքը ավելի էժան գներով գնել եւ վաճառքները շուկայում ավելի ուրիշ տեմպերով ընթանան, բայց այս պահին մենք ունենք այս իրավիճակ, արդյոք մենք պետքա դադարի ռեժիմում լինենք եւ ոչինչ չանենք։ Ամենևին ոչ։ Իշխանությունը այդպես կասեր, չէ՞, կասեր մենք
մեզ պարտադրված է, որ մենք ամեն դեպքում զենք գնենք եւ մենք անում ենք մեր Տեսեք, պարտականությունները։ չունենալով բարեդրացիական, անձնական վստահելի հարաբերություններ թե հյուսիսի մեր հարևանի հետ, թե հարավի մեր հարևանի հետ, իշխանությունները ստիպված գնացել է զենք գնելու Հնդկաստանից եւ մի քանի զինատեսակ գնել Ֆրանսիայից։ Իրենց ունեցած դիրքի սիելնելով դա տրամաբանական է։ Հնդկաստանի զենքը տրամաբանական լուծում էր, բայց ես ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, պատերազմի ժամանակ Աստված չանի Հնդկաստանի եւ Հայաստանի միջև չկա երկաթուղային ճանապարհ, չկա ցամաքային ճանապարհ եւ գալու է օդով։ Չենք կարողանալու ապահովել մշտական ռազմական մատակարարումը։ Բայց ունենալով այդպիսի գործընկեր ձեռք բերում է, իհարկե ձեռք բերում է, Ֆրանսիան ձեռք բերում է, բայց երկարաժամկետ վերափոխման համար մեզ պետք են այլ լուծումներ։ Այն է տեղական ռազմական արդյունաբերության զարգացում, ամենամասսայական կիրառվող հրետանու եւ այլ միջոցների մեջ մասսայական եւ համագործակցություն խորքային այն երկրների հետ, ովքեր արտադրության գերակայություն են ունենալու պահանջարկի հանդեպ, որպես տնտեսագետ ասեցի, երևի ավելի աշխարհիկ լեզվով, ովքեր ավելի շատ արտադրելու են, ծախելու տեղ չեն ունենալու եւ մենք հնարավորություն ենք ունենալու շատ էժան գներով բանակցել, որպես տնտեսության եւ արդյունաբերության մարդ ես կարող եմ ասել, որ դա ռեալ է։ Երկրորդը տեխնոլոգիական ճեղքումը Իրանի բալիստիկ հրթիռներից բռնած ԱԹՍ-ներից ավարտած մեզ մեծ հնարավորություն է տալիս, քանի որ մենք Իրանի համար Եվրոպա միակ ոչ թուրքական ուղին ենք։ Նա գիտի, որ ռազմական առումով, ռազմավարական առումով, եթե ուզում է շահեկան գներով վաճառել իր ռեսուրսները, պետք է դա անի առանց թուրքերի, որտեղ թուրքերը շահույթի մեծ մասը իրենց են պահում գազի դեպքում օրինակ։ Եվ այդտեղ է մեր կարևորությունը Իրանի համար, որպես տնտեսության մարդ եմ ասում, իրենց տնտեսական ուղին հարթելու համար։ Ամեն դեպքում սպասենք տեսնենք 12 ամիս հետո ինչա տեղի ունենալու, տեսնենք առհասարակ տեսնենք ամսի 8-ից հետո ինչա տեղի ունենալու։ Պատերազմները հավերժ չեն։ Իհարկե, Ինչպես խաղաղությունները։ Եվ այո, մենք պետքա պատերազմի պատրաստվենք միշտ։ Հաջորդ ձեր կարևոր հայտարարությանը կուզեմ անդրադառնամ, պարոն Կարապետյանը հայտարարեց, որ հատուկ հայտարարություն ունի կարևորագույն, մենք բոլորս սպասում ենք եւ 300,000 ադրբեջանցիների գալու բնակվելու մասին էր խոսքը, որ պիտի կանխվի։ Որտեղից այդ տվյալները, որ 300,000 ադրբեջանցիներ նախ պատրաստվում են գալ Հայաստան, եթե հենվում եք ադրբեջանական աղբյուրների վրա կամ իրենց խոսույթի վրա, ապա արդյոք պետքա վստահել ադրբեջանական կողմին։ Տեսեք, եկեք դեդուկցիայով կանք իրար հետ։ Ադրբեջանի ղեկավարը ժամանակին ուզում էր Լեռնային Ղարաբաղի կողքի 5 շրջանները։ Նա դա ստացավ Փաշինյանից։ Հետո ուզում էր Լաչինն ու Քարվաճառը։ Նա դա ստացավ Փաշինյանից։ Հետո ուզում էր ամբողջ Արցախ։ Նա դա ստացավ Փաշինյանից։ Հետո ուզում էր Սյունիքի ճանապարհը, որը ըստ Փաշինյանի Մեղրիում արած հայտարարության չկար այդպիսի բան, նա երաշխավորում էր կամ այդպիսի մի արտահայտություն արեց։ Սյունեցիները հարցրեցին ճանապարհ տալու ես, ասեց ոչ։ Ճանապարհ չեն ասել միջանցք։ Ասեց ոչ, տվեց ճանապարհը։ Եվ Ադրբեջանի ղեկավարը ուզեց սահմանադրություն փոխենք։ Այս մարդը հայտարարեց, որ փոխելու է։ Ինչ ա ուզել Ադրբեջանի ղեկավարը, որ չի տվել Հայաստանի վարչապետ այսօրվա։ Հիմա վերջի բանն ա ուզում։ Հայտարարել է 2-3 ամիս առաջ, որ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, որ մենք պետք է վերադառնանք բառացի ցիտում եմ արևմտյան Ադրբեջան, մեր պատմական հողեր։ Ալիևն է ասում, ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Եվ սրա
պատասխանատվությունը դրվում է Ադրբեջանի պետության վրա։ Ձեզ մի Դե օրինակ Փաշինյանը հակադարձեց դրան, չէ՞, ասելով, որ իրենք որպես Սյունիքի տուրիստ են ճանապարհին հակադարձել է, Սահմանադրության փոփոխության հակադարձել է, Արցախի ամեն ինչին հակադարձում է, վերջում փաստին եկեք նայենք, հակադարձել կարող է, մանավանդ երբ որ պետք է դա նրան կարճաժամկետ ինչ որ հարց լուծելու, բայց փաստը ինչ է ցույց տալիս, ինչ ուզել է ստացել է։ Մյուս բանը ձեզ ասեմ, մի օրինակ ես պատմել եմ երեք Չարենցավանում եւ Հրազդանում մեր հանդիպման ժամանակ, մենք Տաշիրում ունենք ամենամեծ Հայաստանի գյուղերից մեկը Մեծավանը։ Մեծավանը հենց սահմանի վրա է, վրացական, հայ-վրացական։ Մեծավանից այն կողմ ադրբեջանական փոքր գյուղ էր։ 88-ին այնտեղ եղել է մի մանկապարտեզի չափ դպրոց, փոքր գյուղ։ Այսօր ադրբեջանական գյուղը ու հայկական մեր Մեծավանում կար 3 դպրոց։ Ադրբեջանական գյուղում մի մանկապարտեզի չափ դպրոց։ Այսօր Մեծավանում կառավարության ակտիվ աշխատանքի արդյունքում մնացել է 1 դպրոց։ Ադրբեջանական գյուղը կառուցում է իր 2-րդ դպրոցը արդեն։ Հեռավորությունը 2 կիլոմետր, 3 հնարավոր է։ Եվ կա ավտոբուսային ուղի դե ադրբեջանական այդ գյուղից, որը սարերի մեջ է Վրաստանի տարածք է, դեպի Թիվլիս ձեզ կթվա, Բաքու, ֆինանսավորվող Ադրբեջանի կառավարության կողմից էժան ավտոբուս, Թիվլիս չէ, Բաքու, այնտեղ հովանավորվում է Ադրբեջանի լեզվի, պատմության դասերը։ Դա ինչն է իրենց խանգարելու նույնը Հայաստանում անել։ Ու նրանք այդ ակցիանի տակ են վերցնում Հայաստանը։ Հիմա մեր ասածը Ադրբեջանի հոգևոր առաջնորդի Փաշազադեի տեղակալը հայտարարում է, որ Հայաստանի տարածքում խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո, մի 60 օր առաջ, Հայաստանում 400 թե 300 մզկիթ է եղել իբր, եւ դա պետք է վերակառուցվի եւ հանձնվի Փաշազադեի կառույցին։ Լավ, դուք կասեք հողի վրա էլ ինչ են անում։ 7 օր առաջ Չէ, եկեք ասենք, թե դուք ինչպես եք դա կանխելու։ Ասեմ, մի հատ ասեմ 7 օր առաջվա փաստը, 7 օր առաջ Նախիջևանում սկսվել է Արևմտյան Ադրբեջանի ֆորումը։ Նախիջևանում մեր այսօրվա գտնվելու վայրից 30 կիլոմետր հեռավորության վրա ժողովուրդ։ Հիմա գալիս ենք Հայաստան։ Մինչև մեր այս հարցը բարձրացնելը Հայաստանի ազգային ժողովի նախագահը բաց լրագրողների մոտ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մենք պետք է սովորենք ադրբեջանցիների հետ ապրել, պետք է առևտուր անենք իրենց հետ եւ չենք բացառում, որ իրենք պետք է կվերադառնան այստեղ։ Բաց իմ էջում Facebook-ում կա, կարող են բոլորը նայել։ Սոցապ նախարարը ասում է մենք պետք է միատար ազգ չլինենք էլ, երկիրը միատար չլինի, մենք պետք է հարմարվենք, որ ուրիշ երկրներից էլ մարդիկ պետք է գան ապրեն։ Սոցիալ նախարարը այս տաղավարում ասում էր, այ ձեր ուժն է ասում 300,000 աշխատատեղ 300,000 ադրբեջանցիների համար, կարող է դուք եք ուզում իրենց համար աշխատատեղ բացել։ Տեսեք, սոցիալ նախարարը հետաքրքիր մարդ է։ Նա միակ հայ նախարարն է, որ մանկատանը հայրմերը կարդալու համար մանկատան տնօրենին է աշխատանքից անել, կերպարը, որպեսզի մեր հայրենակիցները հասկանան։ Դա երբ։ Սեպտեմբերին, հիմիշուլով սեպտեմբերին, այդ կինը կարող է փաստել, երեխաները հայրմերն են ասել, մինչև հասել է տեղ, մանկատան տնօրենին հանել են աշխատանքից։ Մարտնչող աթեիստ է այդ մարդը, մեր քրիստոնեական երկրում։ Պատասխանեմ հարցին, երբ մենք չենք խոսում Զանգեզուրի իրենց նկրտումների մասին, Սյունիքի ճանապարհի մասին, դա օգնեց, որ նա չտա ճանապարհը։ Երբ մենք չենք խոսում Սահմանադրության փոփոխության մասին, դա օգնեց, որ ինքը չփոխի Սահմանադրությունը, չտանի փոխելու։ Եթե ձեն չես անում, հանգիստ դա անելու են մեր մեջքի հետևում։ Հիշում եք նոյեմբերյան առաջանում։ Եթե հայ ժողովրդի մեծ մասը դրա հետ հաշտա, ում ձայների մեծամասնությունը տալիս է այդ մարդուն, լավ իմանալով, որ հետագա ծրագրերը այդպիսին են։
դուք եք ասում, մյուս ընդդիմադիր ուժերն են ասում, ինչից մենք այսպես վիրավորվենք ու նեղանանք։ Դա մեր բնակչության մեծամասնության ցանկությունն է, ու մենք պիտի այդ մարդկանց հետ բանակցենք, չէ՞ ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Մեծամասնությունը մեր բնակչության վստահ եղեք բոլոր հանրային կարծիքներով ընդդիմադիր է, դուք կարող եք նայել։ Ես սոցհարցումներին եմ հետևում։ Տեսնում եք սոցհարցումները անգամ իրենց 28%, այսպիսի թվեր են իրենք։ Այսինքն 72% մարդ իրենց դեմ է, անգամ իրենց սոցհարցումներով։ Մյուս բանը, Սյունիքում կար մի առաջնորդ, ով իհարկե իր հետ համեմատելը Հայաստանում քաղաքական միտքը դեռ չի բերել այդպիսի մարդ, ով դեմ գնալով երկրի պետական հիմնական ուղղվածությանը պայքարեց Սյունիքը Հայաստանի կազմում թողելու համար եւ պահեց։ Երբեմն մինչև այսօրվա մասին չեմ ասում, հասարակությունը կարող է շփոթության մեջ լինել, բայց դա չի նշանակում, որ պետական շահը, ազգային ավելի շատ շահը կարող է երկրորդվել։ Իսկ ես վստահ եմ, եթե մեր հայրենակիցներին մենք քարտեզը բացենք, այս ամեն ինչը բոլորը տեսնեն, չեմ պատկերացնում, որ հայը կուզենա մեր վերջին հողակտորը, որ մեզ մնացել է, 1/10 մեր հայրենիքի մեզ մնացել է, էլի համեմենք թուրքերով։ Ուր իրենք մտել են, մենք հելել ենք այդտեղից։ Ինչու պետք է խոսույթը միշտ լինի, որ իրանք պետք է ստեղ լինեն, ինչու կրավորական դիրքով լինենք, մեր քայլը ինչա լինելու, երկու հիմնական քայլ։ Առաջինը, խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է։ Մենք հայտարարում ենք, որ ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը։ Այս ձևաչափով ավելանալու է խաղաղության պայմանագրին զատ։ Պատրաստ է Ադրբեջանը այդ պայմաններով ստորագրի։ Որ պայմաններով։ Եվ առհասարակ Ադրբեջանը պատրաստ է, անգամ այսօր չի ստորագրում։ Տեսեք, մենք Քրիփի շրջանակներում հասած պայմանագրիրը ամբողջությամբ ստորագրելու ենք միայն մեկ հավելումով։ Մենք երաշխավոր ենք ուզելու այդ պայմանագրի համար։ Այսինքն պայմանագրի մեջ տեքստ չենք փոխելու, երաշխավոր ենք ուզելու այդ պայմանագրի համար, որովհետև մենք թուրքերին չենք վստահում, որովհետև եթե մենք մենակ մնացինք իրենց հետ, իրենք կարողացան 1000 հոգի, 2000 հոգի, 3000 հոգի այստեղ բերեն, հետո դա սարքելու են խաղաքարտ, որպեսզի ավելացնեն իրենց ներկայությունը ու կարողանան ազդեցություն գործել։ Այսինքն մենք մենակ ենք մեզ հետ միշտ ու մեզ երրորդ երկրները որևէ օգուտ չեն տալիս գոնե վերջին 5 տարիների ընթացքում։ Տեսեք, ինչն է խանգարել վերջի ժամանակներում Ադրբեջանին ագրեսիա անել ճանապարհի հետ կապված։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իր համար կարմիր գիծ է։ Բացի դրանից, մենք տարածաշրջանային երկրների հետ պետք է կարողանանք գանք ձևաչափի, նույն Քրիփի շրջանակներում ստորագրած երկրի հետ, որ գոնե նա երաշխավորի, որ այն երկիրը, որը փորձի ագրեսիա կիրառել, կընկնի տնտեսական սանկցիաների տակ, նավթը չընկնի իրենից։ Իսկ դա մահացու է Ադրբեջանի պես երկրի համար։ Մենք պետք է ասենք երաշխավորի գաղափարին, որը նախապես չեմ ուզենա հայտարարեմ դա, քանի որ դա այլ երկրների հետ կապված process է, բայց մենք տեսնում ենք, որ մեկից ավելի երաշխավոր մենք կունենանք։ Այս տարածաշրջանում Հայաստանի տարածքային ամբողջականությունը հետաքրքիր է բոլորին, բացի երկու երկրից։ Որն է այդ երաշխավորների շահը։ Ոչ ոք աչքերի համար ոչինչ չի անում։ Այո, Իրանը ելք դեպի Եվրոպա, ծևսովով առանց թուրքերեն շահից մաս տալու, շահույթից մաս տալու։ Գազի տեսլական, այլ հումքի տեսլական ունի նա տեսնում է, որ վաղ թե ուշ պայմանավորվելու է։ Տարածաշրջանային այլ երկրները, տեսեք, արևելքից արևմուտք, Իրանը եւ Ռուսաստանը խուսափելու միակ ճանապարհը ցամաքային Չինաստանից մինչև Եվրոպա անցնում է Հայաստանով։ Եվ դա առևտրային այլընտրանքային գոտու հետաքրքիր ձևաչափ է։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը, խաղաղությունը այստեղ ձեռնտու է
այս երկու կողմերին առևտուր անելու համար։ Այդ ինչը կար 20-ից առաջ, պարոն Կարապետյան։ Որտեղ էր Իրանը։ Հայաստանի տարածքային ամբողջականության ձևաչափով Իրանը միշտ հանդես է եկել ու գործոն է եղել, որ չեն խախտել։ Իրանի գործոնը, այլ գործոններ Թուրքիայի կողմից հավասարակշռել է ինչքան էլ, որ ջերմուկի դեպքերում մենք չենք ընդունում ենք, որ շատ հարցեր կա, Ղարաբաղի հարցով շատ հարցեր կա, բայց մեր դասական դաշնակիցն էլ Թուրքիայի դեպքում է հավասարակշռող դեր կատարել։ Իհարկե, դա չի ձևակերպվել պայմանագրի տեսքով, մենք ուզում ենք ձևակերպել դա երաշխավորված պայմանագրի տեսքով։ Խաղաղությունը այլընտրանք չունի, իմացեք, խաղաղությունը լինելու է։ Երկու, ամեն ինչ կար տալու էս մարդը տվել արդեն, բայց մենք ուզում ենք երաշխավոր լինի տակը, որ վաղը մյուս օրը չդառնանք ազդեցչնշման սուբյեկտ։ Եվ երկրորդ մասը, որը շահերի առումով կարող ենք ասել, այս տարածաշրջանը շատ մեծ պոտենցիալ ունի զարգացման։ Երկարաժամկետ խաղաղությունը մեզ կբերի շատ ակտիվ զարգացման ժամանակաշրջան, որին մենք գնում ենք։ Եկեք վերադառնանք ամեն դեպքում ադրբեջանցիների Հայաստան գալու հարցին։ Դուք ասում եք, որ պետք է իրենց հող գնելու հետ արգելքը դրվի եւ այլն, ավելացնելու բան ունեք այդ մասը։ Հա, կներեք, դա պետք է ավելացնեի, քանի որ ճիշտ եք ասում։ Մենք նախատեսում ենք օրենք, որը կգործի տասնամյակներ Հայաստանում։ Օրենքը կլինի Հակա Սաֆարովյան օրենք։ Անգամ Եվրոպայի կենտրոնում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությամբ իրենք չեն կարողացել պաշտպանել մի հայի, մի ադրբեջանցուց։ Մեզ Կովկասի խորքերում ոնց են պաշտպանելու ադրբեջանցիներից։ Մենք անունը հենց դնելու ենք Հակա Սաֆարովյան, որ նշանակությունն էլ մարդիկ իմանան, որով արգելվելու է Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու գնել հող Հայաստանում։ Հիմա կարող են գնել հող, եթե ընկերություն ունեն, ընկերության փայ, այսինքն խաղաղության պայմանագրից հետո կարողանան գնել հող, եթե ունեն փայ հայկական ընկերությունում, որը գնում է հող, անձնապես որպես ֆիզիկական անձ գնել չեն կարող, լավ է որ հին ժամանակ իրավական մենք կարողացել ենք սահմանափակում դնենք, որ օտարերկրացիները անձնապես չեն կարողանում, բայց ընկերության միջոցով են կարողանում գնել։ Մենք կարգել ենք ընկերության միջոցով հող գնելու հնարավորությունը։ Բնակարաններ գնելը անձնապես կարգել ենք, նվեր ստանալը կարգել ենք։ Հայաստանի քաղաքացուց նվեր չեն կարողանա ստանան հող բնակարան։ Ու Հայաստան իրեն կարող են մնալ 10 օր։ Այս ձևաչափը տասնամյակներ կգործի, որպեսզի պահպանենք հայկական վերջին մեր հայրենիքի մասը, մաքուր հայկական։ Մենք ունենք, այսինքն այդ արգելքը, ես ճիշտ եմ հասկանում, որ բոլոր օտարերկրացիների համար սահմանափակում կա։ Օտարերկրացին կարող է ընկերություն հիմնել 1 օրում 20,000 դրամով ու առնել ինչքան հող ուզում է։ Շատ լավ։ Այդ դեպքում եթե ունի ռուսական անձնագիր ադրբեջանցին ու այդ տարբերակով ագնի։ Ճիշտ եք ասում, պետք է մենք տեխնիկական ինչ որ տարբերակ մտածենք, թե ինչպես ենք ամբողջությամբ հարցը լուծում։ Դա իրավական խնդիր է, որ թե ռուսական, թե մեր մյուս հարևանի Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն չունենան։ Դա կարող է լինել թույլտվությունների մեխանիզմ։ Այսինքն եթե բան լինի, վիզավորման մեխանիզմ լինի, այդ դեպքում եթե հողերի գնման process կա, բայց դա այդ ձևաչափը պետք է հաշվի առնենք, ճիշտ եք։ Գանք էլի հարցումներին ամեն դեպքում հարցումները այս պահին որքան էլ որ մենք տեսնում ենք, ցույց են տալիս, որ իշխանությունը առաջին դիրքում է։ Իրականությունը։ Տեսեք, 3 հարցումներից 2-ը, բացի IRI հայտնի հարցումը, որ անցած ընտրություններին 21%, գրանցած ուժին 3% էին տվել, բանը 3-ով ամեն դեպքում Փաշինյանը հաջորդ վարչապետը չի։ Անգամ 3-ից 2-ով բոլոր սցենարներով հաջորդ վարչապետը չի, հարցումներով, բայց մի բան հաշվի առեք։ Դուք կարծում եք, ես շատ ենք մենք այցելում գյուղեր, դուք կարծում եք գյուղերում
հայերին, որ զանգում են, ասում են, օրինակ իր կինը դպրոցում է աշխատում, ասում են դուք Փաշինյանի դեմ եք թե կողմ, ինչ է պատասխան։ Գյուղերում, Այո, բայց զանգում են, դե հարցումը այդպես են անում, չէ՞։ շատ դժվար է ասել։ Գիտեք ինչու, անգամ եթե ինքը դեմ է, եթե կինը, քույրը աշխատում են պետական համակարգում, ինքը չի արտահայտելու այդ միտքը։ Դե մենք Այս գիտենք, որ ընտրությունը- վախի մթնոլորտ կա ամեն դեպքում։ Նո, ամեն դեպքում տասնյակ մարդկանց աշխատանքից ազատում են, տասնյակ մարդիկ իրենք են գրում դուրս գալի, հարյուրավոր մարդիկ ոնց որ գրում են դուրս գալի, որովհետև միտեղ ստիպում են փառքի հերոսների անկյունահանել, միտեղ այլ բան են ստիպում, գիտեք, հայտնի Սարդարապետի դպրոցի տնօրենի օրինակը։ Մենք տեսնում ենք այս ձևաչափով, որ մարդիկ չեն հեռախոսով չեն ասելու, թե ում են հավանում, ում հետ են ճանապարհ տեսնում Հայաստանի ապագայի, քանի որ տեսնում են ճնշում։ Այս ընտրությունները շատ նման է 13 երևի Ռաֆի Հովհաննիսյանի ժամանակվա ընտրություններին, բայց մի քիչ տարբերություններ կան։ Եվ հարցումները այն ժամանակ, երբ որ ամեն օր պետությունը սկսել է այլ գործիքակազմ, բացի ժողովրդավար գործիքակազմից կիրառել, իդեպ նա հիշում եք ոնց էր ասում, որ պետք է ժողովրդավարություն լինի եւ այլն։ Շատ արագ, բաստիոն։ այո։ Հարցումները բավականին տրամաբանական շատ չեն։ Դրա համար մենք գնում ենք այլ տարբերակով։ Մենք իրազեկման ակցիաների ժամանակ գրեթե բոլոր համայնքներում եղել ենք, գրեթե բոլոր տները մեր շատ համայնքներում մեր իրազեկողները ներկայացրել են մեր ծրագրերը։ Եվ մենք տեսնում ենք մարդկանց կարծիքը, բայց եթե մեր հայրենակիցները մնացին տանը, եթե 72%-ը, ով որ Փաշինյանի հետ չի, մնաց տանը, ինչ է լինի հասարակական կարծիքը, փոփոխությունները անհնար են լինելու եւ ինքը շարունակելու այս ուղին։ Արարատ, եկեղեցի, տնտեսական այս զարգացման բացակայությունը, օրինակ Հրազդանում էինք, մի բան ասեմ, մի օրինակ ընդհանրապես, Հրազդանում վերջի 8 տարվա ընթացքում փակվել է մեծ ցեմենտի գործարանը, Հայաստանի ամենամեծ գործարաններից մեկը, 600 հոգի։ Գազի բալոնների գործարանը Հրազդանում էլի փակվել է 8 տարվա ընթացքում։ Փակվել է նաև Պատնեշը, որը հայտնի գործարանը, չեմ ուզում ասել ինչ էր անում, բայց շատ հետաքրքիր աշխատանքներ անում, էլի հարյուրավոր աշխատողներով։ Հրազդանին որևէ աշխատատեղ միայն ստեղծել է Տաշիր խումբը, որ ներդրում են կարել այնտեղ մետալուրգիական ենք ստեղծել, նոր ջեկ ենք կառուցում։ Բայց Հրազդանում ցեմենտի գործարանը կանգնել է, որովհետև երկրի իշխանությունը մի շաբաթ կամ 1-2 օր չի հատկացրել, որպեսզի այդ հարցը լուծի, տեխնիկական հարց է այնտեղ, կառավարչական հարց է, ոչ թե պահանջարկ ունի երկիրը ցեմենտի։ Պարսկաստանից ենք բերում։ Կառավարումը անող մարդը չի հետաքրքրվում տենց բաներով։ Ավելի լավ է 2 անգամ, 3 անգամ ինքը հոդված կգրի, կվիրավորի մի 2 հոգու, կգնա միտեղ կնկարվի, բայց ժամանակ չի տա։ Գնա Հրազդան մի օր հատկացնի 600 մարդու ընտանիքի կյանք լավի բերի։ Եթե մեր հայրենակիցները չեն գնում ընտրության, գնում են Սարյան կոֆե խմելու, մնում են տանը, գնում են քեֆ անելու ընկերների հետ, սերիալ են նայում այդ օրը, ալարում են տեսնեն, թե որտեղ է իրանց գրանցման տեղը։ 5 տարվա ընթացքում ինչ տեսել ենք, ավելի ինքնավստահ, ավելի այդ բառը չի ուզում ասել գրեհկությանը մոտ մենք տեսնելու ենք ու ուղղակի խոսքի մեջ էլ տեղ չկա, որ ինքը չի հատել։ Դե հիմա էլ ենք տեսնում։ Դուք պատկերացնում եք ինչքան ինքնավստահ կլինեն իրենք, եթե այն դեպքում, երբ որ հասարակության մեծ մասը իրենց դեմ է իրապես։ Դրա համար պետք է բոլորը գնան, հիշեն, որ եթե դու չես գնում ընտրության, քո ձայնը գնում է Փաշինյանին։ Հիշեն մեր ժողովուրդը, եթե դու չես գնում ընտրության, քո ձայնը գնում է Փաշինյանին։ Գնա ընտրության։ Պարոն Կարապետյան, իսկ ձեր տպավորությամբ դուք միայնակ կարող եք ինքնուրույն, այսինքն կարող եք իշխանություն ձևավորել։ Դա մեր ժողովուրդը պետք է որոշի։ Ձեր սցենարն եմ ուզում հասկանալ։ Մենք պայքարի ամենաակտիվ, ամենօրյա ռեժիմի մեջ ենք։ Մենք
ժողովրդի իրավունքը որոշման ամենակարևորն է։ Ժողովուրդը պետք է որոշի։ Գնում ենք այդ ճանապարհով, տեսնենք։ Ինչու եմ հարցնում, որովհետև ձեր թիմակից Գոհար Մելոյանը մոտ 1 ամիս առաջ կարծեմ էլի տաղավարում էր, մենք զրուցում ենք ու ինքն ասում էր եւ առհասարակ ձեր ամբողջ քարոզարշավի տրամաբանությունը հենված էր, որ դուք գնում եք միայն իշխանություն որպես ունենալու, այսինքն ընդդիմության տարբերակ, ընդդիմություն լինելու տարբերակը կարծես թե չեք դիտարկում։ Ինչ այդ դեպքում տեղի ունենալ։ Պատրաստվում եք դուք մանդատները վայր դնել, թե պատրաստվում եք ընդդիմադիր մյուս ուժերի հետ համագործակցության գնալ։ Համագործակցության տարբերակը կարծես թե մերժել եք, քանի անգամ առաջի բանը ասեմ։ Մեր համար թիվ 1 խնդիրը Փաշինյանի հեռացումն է իշխանությունից, որտեղ նրա մնալը ամեն օր վտանգ է։ Բայց մեր համար նաև խնդիր է, որ մյուս ընդդիմադիր ուժերը պետք է առաջնահերթությունը հասկանան։ Կոալիցիոն ձևաչափ մենք չենք նախատեսում, բայց եթե ցանկանում են թեկուզ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներից, եթե ինչ-որ մեկը առաջնահերթություն պետական տեսնի կամ այլ ընդդիմադիր ձայն տան Կարապետյանին, մենք իհարկե կընդունենք, հասկացակ մոդելը, բայց այս մեծ փոփոխությունը անելը արդյունաբերականացման մոդելը, ընդհանրապես երկրի փոփոխության, մենք տեսնում ենք, որ պետք է ամբողջությամբ ունենանք իրավունք աշխատանքը լիարժեք տանելու եւ նաեւ հասարակության համերաշխության համար ծայրահեղ բևեռացումը շատ մեծ է հին կներեք իհարկե հին տերմինի համար, բայց ավելի փորձ երկար տարիների քաղաքական փորձ ունեցող գործիչները ունեն մեծ հակառեյտինգներ եւ հասարակության մի մասը ատում է այս գործչին, մի մասը կարելի ասել ատում է այն գործչին եւ մենք չենք կարողանա այդ համախմբումը, համերաշխությունը բերենք, ցույց տալով, որ մեկն ու մեկը հաղթեց։ Մենք նոր ճանապարհն ենք առաջարկում համերաշխության, որտեղ ես ազնվորեն ձեզ ասում եմ, եթե այսօրվա իշխանությունից դավաճանության մեջ չմեղադրվող մարդ լինի մաքուր ձեռքերով, ով լավ է իր գործը անում, մենք մեր թշնամին չենք։ Հայաստանը այնքան խնդիրներ ունի, որ լավ իր գործ անողը ճանապարհ պետք է շարունակի։ Եթե յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր հայացքով, անգամ ապաքաղաքական կարա Հայաստանի համար հարց լուծի որևէ ոլորտում, որովհետև չկա ոլորտ, որտեղ մասսական խնդիր չունենանք։ Ուղղակի ջրից բռնած, գյուղատնտեսությունից ավարտած, քաղաքաշինություն, հազարավոր ուղղություններ, եթե մեկը կարող է մեր համար ապահովել դրական լուծում մի ոլորտի, մենք մեր թշնամին չենք, դա մեր պլյուսն է։ Եթե մարդը դրանով կարողացավ, դրա համար այս քաղաքական տարանջատումները, ես մի բան ասեմ, ես շատ եմ միշտ հարգել արևմտահայ քաղաքական գործիչներին, բայց ինձ համար միշտ տարօրինակ է թվացել, թե ինչքան բաժանում կա հայ դասական կուսակցությունների մեջ, օրինակ Սիրիայում, օրինակ Լիբանանում, ու դա անտրամաբանական է իմ կարծիքով։ Մենք դա պետք է Հայաստանում թույլ չտանք այդ բաժանումը։ Ու ինձ համար կարևորություն որպես այդպիսին, եթե իհարկե խնդիր չկա պետական հետաքրքրությունների դավաճանության Արցախյան հարցով, այլ հարցերով, եթե մարդը եւ գործիչը կարողանում է լուծել Հայաստանի համար այս հարցը իր ոլորտում, օրինակ, չգիտեմ, ջրօգտագործման ոլորտում, առողջապահության կամ չգիտեմ այլ ոլորտում, մենք այդ մարդու հետ մենք ենք խնդրելու, որ աշխատենք, որովհետև դա մեր դրական էֆեկտն է առաջին հերթին, քաղաքական ուժի դրական էֆեկտն է, ու ղեկավարի դրական էֆեկտն է, երբ նա ապահովում է դրական փոփոխություններ։ Խոստում կորզեմ ձեզնից, պարոն Կարապետյան, եթե հնարավոր լինի եւ ստացվի, որ դուք լինեք իշխանություն, արդյոք պատժվելու են այս մարդիկ եւ ինչ պատժի են արժանանալու։ Այսպես է լինելու է թափանցիկ, մաքսիմալ թափանցիկ հասարակության համար պրոցես պետական դավաճանության գծով Արցախյան պրոցեսների շրջանակներում։ Մաքսիմալ թափանցիկ, այսինքն պաշտպանվող կողմը ունենալու է բոլոր իրավունքները։
տուժող կողմը ունենալու է բոլոր իրավունքները։ Մենք իրավունք չունենք քաղաքական նպատակարարություն տալ այսպիսի կարևոր դարակազմիկ process-ի։ Եվ ինչպես որոշվի, եթե մեկը եղավ, ով ապացուցվեց, որ գնացել է հայկական պետական շահի դեմ պետական դավաճանություն է արել, այդ մարդը կրելու է պատիժ, որը աննախանձելի է լինելու։ Որովհետև ոչ մեկ իրավունք չունի ուրանալ ուրիշի տղայի արյունը։ Մենք Սամվել Կարապետյանին եւ ձեզ հիշում ենք եկեղեցու կողքին կանգնելու արշավից հետո, երբ դուք մտաք քաղաքականություն եւ հանրությունն էլ ձեզ կապում է այդպես, որ դուք եկեղեցուն աջակցելու համար կարծես թե մտաք քաղաքականություն, բայց այսօր դաշտում ուժեր կան, ովքեր օրինակ նախագահի թեկնածու են առաջարկում հոգեվորականի կամ տարբերակ վարչապետի թեկնածու, բայց դուք չունեք այդ տարբերակը։ Որքան էլ որ դուք եկեղեցու կողքին եք կարծես, բայց դուք կարծես թե նաև չեք ուզում եկեղեցուն էլի բերել քաղաքական դաշտ, ես ճիշտ եմ հասկանում։ Այո, գիտեք ինչու։ Ինչու։ Որովհետև ամեն դեպքում եկեղեցին պետք է երկու ծայրեղություններից պետք է հեռու գնանք։ Մեկ ծայրեղությունը, որ պետությունը սկսում է խառնել եկեղեցու գործերին գրեհկաբար, երկրորդ ծայրեղությունը, երբ եկեղեցին դառնում է մաս իշխանության։ Եկեղեցին պետք է լինի համայն հայությանը եւ չունենա քաղաքական այն կշիռը քաղաքական առումով քաղաքական դաշտում, որ նրա համար որ ժողովուրդը բոլոր քաղաքական հայացքների հանգիստ կարողանա իր գործը ուրիշ է, իր գործը բարոյական վիճակն է մեր երկրի։ Իր գործը քաղաքական գործիչ դաստիարակելն է։ Ինչքան լավ կարողացավ դաստիարակի քաղաքական գործչին եկեղեցին, դա է իր գործը։ Եվ դա ենք մենք տեսնում մեր հոգևոր առաջնորդներից շատերը դե փաստողում ենք ունեցել էլի այդ մասով մենք հետ խորհրդային շրջանի բոլորին հատուկ խնդիրներ եղել է, բայց մի բան կարող եմ ասել, որ ամեն դեպքում հայկական եկեղեցին ունիկալ եկեղեցի է նրանով, որ միակ եկեղեցիներից է աշխարհի, որ պետական ֆինանսավորում չունի։ Համեստ է իշխանել այսօր մարդիկ ուրիշ ձև է ներկայացնում չեն տեսել այլ կրոնների ներկայացուցիչների վարք ու բարքը, չեն տեսել այլ ճոխությունը, այլ տեղերի, մենք տեսել ենք։ Բայց մեր հանրությունը անընդհատ մեղադրում է եկեղեցուն, ասում է, որ իրենք թափանցիկ չեն, կոռումպացված են, եւ նմանատիպ էլ բառեր ես չեմ ուզում շարքը շարունակել։ Ինչ կասեք դրան։ Ասեմ մի բան։ Պատկերացնում եք մի կառույց, որը քեզ բերել է հազարավոր տարիներ իր համակարգով մինչև այսօր հասցրել է միակ կառույցն եղել պետական չէ, հայկական։ Այսօր կան այլ կառույցներ։ Այո, որը միացնում է Սփյուռքին։ Կլինեն խնդիրներ, իհարկե կլինեն խնդիրներ, բայց դուք Սփյուռքում ապրելու դեպքում դուք տեսեք կիրակնորյա դպրոցների էֆեկտը ինչ է եկեղեցին անում։ Դա ուղղակի հրաշալի բան է։ Եկեղեցու հայրին միավորելու հայ ազգի տարբեր ներկայացուցիչների միջև ազգային ամուսնությունների թեկուս հարցը օրինակ այստեղ այդպես չի, պարոն Կարապետյան։ Բոստոնում շատ հանրությունը շատ հեռացել է եկեղեցուց։ Այսօր գուցե մի քիչ փոփոխություն կա, բայց մենք շատ հեռացած ենք եղել միշտ եկեղեցուց։ Տեսեք, աշխարհում գրեթե միակ երկրներից է, որ Ֆրանսիայից են եկել, Ամերիկայից եկել են տարբեր լրագրողներ եւ զարմացել են, որ եկեղեցում մեծ մասամբ երիտասարդներ են։ Այդ պատճառով թույլ տվեք չհամաձայնվել հայկական եկեղեցին երիտասարդացված է։ Հայ երիտասարդը եկեղեցու կողքին է։ Պատարագի ժամանակ 80%-ը երիտասարդ են։ Խնդիրը մեծահասակների մեջ է, սովետական միության սերունդի մեջ է, ովքեր չեն գալիս։ Այո, ովքեր չեն գալիս եկեղեցի շատերը եւ իսկ երիտասարդները մասսայական գալիս են։ Գիտեք 15 տարի առաջ, երբ գնում էինք պատարագի, ես երևի 1-2 երիտասարդ, ես տեսնում էի 1-2 երիտասարդ։ Այսօր 80%-ն են երիտասարդ։ Հայկական եկեղեցին վերածնվել է։ Մենք դա բոլոր հարցումներով, անգամ ամերիկյան այն հարցումները, որոնք քաղաքական չեն,
ցույց է տալի, որ աշխարհում ամենամեծ տարածքային ազդեցություն ունի, նու վրացական եկեղեցին իր երկում ավելի շատ, բայց հայկական եկեղեցին դրանից հետո։ Միշտ եք գնում պատարակների։ Այո։ Հանդիպել եք քաղաքացիական պայմանագրից պատգամավորների։ Ես 10-ից ավել կարելի ասել տարի գնում եմ հայկական ժամանակի գրասենյակի կողքի եկեղեցին 10 քանի տարի եւ մի անգամ չեմ տեսել մի անգամ հիշում եք ինչքան պատարակ էր գնում Փաշինյան մի անգամ չեմ տեսել իրենցից ինչ որ մեկին պատարակի ես չեմ ուզում ասել որ բայց մի անգամ օֆիսից իրենց գրասենյակից մի քանի մետրի հեռավորության վրա քաղաքացիական պայմանագրի հա կլինեն տղաներ հայ տղաներ իմ հիշելով իշխանական մի հատ տղա կար էլի պետական պաշտոնյա էր անգամ iš ճնշումների ժամանակ չեմ ուզում անունտամ խնդիրներ չստեղծեն իր համար բայց ինձ անգամ նենց իրար լավ չենք էլ ճանաչում բայց ինձ հարգանքի արժանի մարդ է որ պատարակների միշտ գալիս է եթե լսում եք ողջունում եմ իրան կան տենց տղաներ որ չեն փոխվում ալիքի հետ բայց չեն զուրկվել այո մի հարց էլ կա որ էլի մի զանգված կա մեր հանրության մեջ ում հետաքրքրում է այս հարցը եւ ես պարտավոր եմ ձեզ տալ դա հարցնում են հաճախ 18 թվականին էր մեր երկիրը շատ վատ վիճակում էր եւ այնքան վատ որ այդ իշխանապողության հարցը գլուխ է բարձրացրել եկեք հեղափոխություն չասենք ամեն դեպքում եւ հարցնում են ինչ Սամվել Կարապետյանը այդ ժամանակ չեկավ մենք հետաքրքրություն քաղաքականության մեջ երբեք չենք ունեցել որպեսզի հասկանանք մեզ համար քաղաքականությունը ամենաանցանկալի բաներից մեկն է եղել բայց այն ժամանակ էլ էին կարմիր գծեր հատվում ինչպես օրինակ 3 չառաջի օրը տեսեք ամեն դեպքում քաղաքական process-ներ էին դեռ քաղաքական process-ներ դեռ ազգային հիմքերին չէր հատվում ուղղակի եկեղեցու ու ցեղասպանության դեպքերից հետո անհնար էր ինչ որ հայ մարդ դուք ասում եք Սամվել Կարապետյանը եւ նաեւ ավելացնենք ամբողջ ամերիկյան գործարար հայ գործարար աշխարհը հատուկ պահանջ է ուղարկել ինչու չեն նշում այդ մասին Սփյուռքի հայերը ուղղակի ափերից դուրս էին եկել գիտեք ինչ նյարդային մեծ ալիք էր սա բարձրացրել մեր բոլոր մեծարուսները ամերիկայի գրեթե բոլոր հայտնի մեծարուսները նամակ էին ուղարկել իհարկե Սամվել Կարապետյանի դեպքերից հետո որ իրենք էլ աջակցում են առաքելական եկեղեցուն եւ պահանջում են դադարեցնել այս ամեն ինչը որովհետեւ եթե եկեղեցու օրակարգից ելնումա ցեղասպանություն դուրս է գալիս ցեղասպանությունը եթե Հայաստանի օրակարգից դուրս է գալիս ցեղասպանության գաղափարը դա անջրպետ է դնում ցեղասպանվածների ժառանգ սփյուռքահայերի եւ Հայաստանի Հանրապետության միջև դա վերջնականապես հայ ազգը 10 միլիոնանոց կարելի ասել հայ ազգը սարքում է 3 միլիոնանոց իրենց ասած իրական Հայաստան դրանով մեր հարևան երկիրը կարողանում է լուծել մենք ունեցել ենք երամիասնություն Սփյուռք եկեղեցի Սփյուռք Հայաստան Արցախ չէ հիշում եք Հայաստան Արցախ Սփյուռք երամիասնության մեջ միասնողը ձեր ասած եկեղեցին էր մենք տվեցինք Արցախը ցեղասպանության գաղափարի եկեղեցու օրակարգից հանելուց հետո մենք կապը կորցնելու ենք Սփյուռքի հետ մնալու է միայն Հայաստանը ում իրենք կոչում են իրական Հայաստան երբ մի խելացի մարդ ասեց երբ որ քեզ Մակրոնը ընդունում է քեզ Մակրոնը չի ընդունում որ դու ծիրան արտանող երկիր ես դրա համար քեզ Մակրոնը ընդունում է որտեվ հայկական Սփյուռքի երկրի ներկայացուցիչ ես Ֆրանսիայի կես միլիոնանոց հայկական Սփյուռքի երկրի ներկայացուցիչն ես քեզ Սփյուռքի համար են ընդունում եւ դրա համար դու իրավունք չունես թեզ տանես որ Հայաստանը դա 3 միլիոնանոց Հայաստանը հայ ազգի բնորանն է հայրենիքն է 10 միլիոնանոց Շնորհակալ եմ ձեզ ես չկարողացա 45 րոպեների ընթացքում ձեզ զայրացնել չստացվեց ինձ մոտ դա բայց հուսամ որ մենք կարողացանք շատ հարցեր քննարկել այո շնորհակալ եմ շատ հարցերի համար կարծում եմ որ հետաքրքիր եւ բովանդակալից զրույց էր
Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցն Նարեկ Կարապետյանն էր, ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածուն։ Լավ եղեք, կհանդիպենք։